Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակիցը, այսօր դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանն է, ողջույն Արսեն։ Ողջույն։ Արսեն, մեր զրույցը չեմ կարող չսկսել Անորա ֆիլմից 5 Օսկարի արժանացած։ Իմ տեղեկություններով նախատեսված էր, որ Վաչե Թովմասյանի փոխարեն դուք պետք է նկարահանվեիք նախնական, հետո կարծես թե պլանները փոխվում են։ Նախ կասեք, ինչպես եղավ, որ այդպես էլ դուք չնկարահանվեցիք եւ կա ինչ-որ այսպես ափսոսանքի զգացում, որ Օսկարի արձանիկը կարող էր նաև ձեր ձեռքում լինել ի վերջո։ Դե գիտեք, դերասանի համար յուրաքանչյուր դեր կորցնելը ինձ թվում է ամենամեծ ցավերից կարող է լինել, որովհետև դերասանը շատ ժամանակ կարող է ափսոսալ չխաղացածի, քան խաղացածի համար։ Ինչպես կյանքում չէ, որ ասում չարածի համար ես ափսոսում։ Դերը գրված էր ինձ համար եւ մենք մոտ մի տարի աշխատեցինք Շոնի հետ Zoom-ով on-line եւ հետո այնպես ստացվեց, որ զուտ աշխատանքային վիզայի ժամկետների մեջ չտեղավորվելու պատճառով ես չմեկնեցի եւ Կարեն արդեն գտավ Վաչեին ու շատ ուրախ եմ Վաչեի համար եւ շատ ուրախ եմ Անորա ֆիլմի համար, որովհետեւ ես այլ կերպ եմ կապված այդ ֆիլմի հետ եւ յուրաքանչյուր հաջողություն, որովհետեւ ամեն դեպքում մոտ 3 տարի շրջան եմ անցել, մի տարի on-line ենք աշխատել, բայց դրանից առաջ սցենարը գրվելուց, այսինքն մոտ մի քանի տարի ես այդ ֆիլմով ապրել եմ ու դրա համար ֆիլմի յուրաքանչյուր հաջողություն իմ մասն եմ կազմում։ Իդեպ դուք առաջին անգամ չէիք Բեյքերի մոտ։ Այո, ես նկարահանվել եմ 2015-ին պրեմիերան եղավ Sundance Film Festival-ի ժամանակ Շոն Բեյքերի Tangerine ֆիլմում, որը կրկին մեծ աղմուկ բարձրացրեց կինոաշխարհում։ Ու առաջին անգամ այո, այդտեղ եմ աշխատել Շոնի հետ եւ բնականաբար ոչ վերջին։ Արտերկրի ֆիլմերում նկարահանվելով ինչ տպավորություն ունեք դրսում, հա, այդպիսի փորձ ձեռք բերելով հսկական ռուսական ֆիլմերում էլ եք, չէ՞, նկարահանվել։ Մեր հայ կինոն հիմա ինչ ժամանակներ է ապրում ու դրսից ինչ պրակտիկա կարող ենք վերցնել, որ դեռ գուցե չենք վերցրել։ Ես կարծում եմ, որ ամեն տեղ կան նույնություններ, այսինքն ի վերջո ամեն ինչ կարծես նման է իրար, հա, անկախ նրանից որտեղ ես աշխատում եւ իհարկե որոշակի մասշտաբային տարբերություններ մեզ մոտ, չնայած մեզ մոտ էլ են նկարվում մեծ մասշտաբի ֆիլմեր, որոնք կրկին համապատասխանում են, այսինքն նույն այդ միջազգային ստանդարտների։ Ես շատ հետաքրքիր մի բան կարող եմ ասել, ինչը կանեի տեխնիկական անձնակազմի հետ կապված, որ արտերկրում մարդիկ ասում են ինչ են անում։ Այսինքն օրինակի համար եթե փոխում են մարտկոցը տեսախցիկի, ժամով ասում են, օրինակի համար դա կտևի 15 րոպե, կամ եթե գրիմն է, կտևի 20 րոպե, 20 րոպեից դերասանը պատրաստ կլինի։ Մեզ մոտ նույն գործը անում են չասելով եւ թվում է թե որ ձգվում է նկարահանման ընթացքում, բայց իրականում նույն աշխատանքը իրականացնում են, բայց հային հատուկ լռությամբ, որ մենք մեր գործն ենք անում, դրա մասին չենք խոսում։ Շատ կարող է պրիմիտիվ հնչում, բայց հետաքրքիր դիտարկում է։ Տեսակ է։ Իսկ արդյոք սարերի ետևում են այն ժամանակները, որ մենք մեր արտադրանքով, մեր պրոդուկտով կհասնենք մասշտաբային հաջողությունների, ոչ թե այլ երկրի արտադրանքով, որտեղ թեկուզ հայերը ներգրաված, ինչը շատ ուրախալի է իհարկե։ Ես կարծում եմ, որ տաղանդի եւ շնորհի իմաստով չենք զիջում, որովհետեւ ունենք տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ, ովքեր կարող են այդ մասշտաբի մեջ լինել, ինչ որ իմաստով կինոն ինքը ամեն դեպքում մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում, թեպետ աշխարհում շատ են օրինակները, նույն Անորան, եթե վերցնենք միջազգային ստանդարտներով, հա, փոքր բյուջեով նկարահանված ֆիլմ է 6 միլիոն դոլարով։ Բայց ամեն դեպքում կա այդ ներդրումը։ Ես կարծում եմ, որ մեզ մոտ էլ պետք է արվեստի մեջ այդ ներդրումը լինի։ Դա պետք է անեն մեկենասները, դա պետք է անեն բիզնեսմենները, հասկանալու համար, որ սա էլ արվեստի այն տեսակն է, որտեղ հնարավոր է փող աշխատել ու լավ փող աշխատել։ Հետո պրոդյուսերական դպրոցն էլ չէ, պիտի զարգանա, որը Իհարկե ես որպես այդ տեսանկյունից չեմ կարող խոսել, բայց հա, պրոդյուսերական գործը պատահական չի, որ Օսկարի լավագույն ֆիլմ անվանակարգի Օսկարը ստանում են պրոդյուսերները։
սա խոսում է հենց այդ մեծ կարևորության մասին, հա, դա էլ պետք է զարգանա։ Առհասարակ պետք է, կարծում եմ, մարդը, այսպես ասած, զարգացման ընթացք անցնի անկախ իր մասնագիտությունից, անկախ իր ոլորտից, որովհետև որ վարքյանին, որ դու կանգ ես առնում, այդտեղից արդեն գնում է փչանում է ինչ-որ մի բան։ Դրա համար, ինչպես յուրաքանչյուր բնագավառ, բնականաբար մեր բնագավառն էլ պետք է զարգանա, դերասանները պետք է զարգանան ու այսօր կա դրա հնարավորությունը, չգիտեմ, նույն on-line տիրույթում, տեսնելու աշխարհում ինչ է կատարվում, ինքնակրթությունը շատ կարևոր է։ Օրինակ մեր հարևան Առհասարակ կրթությունը շատ կարևոր է։ Այո։ Երբեմն ասում են, չէ, ինչ տարբերություն պրոֆեսիոնալի եւ ոչ պրոֆեսիոնալի միջև։ Հիմա գուցե դերասանական արվեստում, քանի որ ինքը ամեն դեպքում արվեստում է, հնարավոր չէ դա հստակ տարանջատել, բայց մոտավորապես ոնց որ ասես, ինչ տարբերություն պրոֆեսիոնալ բժշկի եւ ոչ պրոֆեսիոնալ բժշկի մեջ կա տարբերություն։ Այսինքն նույնը կա մեր բնագավառում, եւ պրոֆեսիոնալի ու ոչ պրոֆեսիոնալի մեջ էլ կա տարբերություն։ Թեպետ շատերը օրինակ են վերցնում, որ աշխարհում պատահական փողոցից մեկին կարող են վերցնել եւ հիանալի կերպով նա ֆիլմում խաղա, բայց երբեք չի խոսվում այն մասին, որ այդ պատահական մեկին, որ վերցնում են, կցում են մասնագետ, ով զբաղվում է նրա այդ ընթացքում դերի կերտմամբ։ Այո։ Հիմա ես ձեր գոլեգաներին էլ եմ այս հարցը հաճախ տալիս, հետևորդների թվով են ընտրում նաև, թե որ դերասանը որտեղ նկարանվի, օրինակ դրան ինչպես եք վերաբերվում։ Ես դրան վերաբերում եմ բավականին նորմալ, որովհետև ամեն դեպքում աշխարհն է այսօր որոշակի իմաստով այդպիսին ու դա հերքել չընդունելը անմտություն կլինի, բայց միևնույն ժամանակ Դենիրոն, որ չկա սոցիալական տիրույթում, դա չի նվազեցնում իր տաղանդը եւ շնորհը, ու այդպես շատ դերասաններ։ Ես կարծում եմ, որ այո, հասկանալի է, որ կարող են հետևորդների թվով առաջնորդվել, բայց դա չի որակազրկում պրոֆեսիոնալին երբևէ։ Իդեպ հայ կինոից խոսեցինք, մեր տարածաշրջանից Իրանը, բավական հեռու լինելով եվրոպական կինոից օրինակ, կարողացել է իր ուրույն դիմագիծը ձևավորել։ Մենք էլ ունենք, չէ, այդ պոտենցիալը, այսինքն մենք մեր կինո ձեռագիրը ունենալու պոտենցիալը ունենք, թե ոչ։ Իհարկե ունենք, որովհետև մենք ունենք օրինակներ մեր կինո ձեռագիրը ունենալու։ Մենք կարծում եմ որոշակի իմաստով գուցե պատճառը այն է, որ մենք շատ բաց չենք ընդունելու տարատեսակ ֆիլմեր։ Օրինակ անկախ կինոյի սիրահարները ամբողջ աշխարհում են քիչ, բայց մեզ մոտ ընդգծված կարող են քիչ լինել եւ ոչ միայն քիչ լինել, այլ նույնիսկ խոսել այդ ֆիլմի դեմ։ Այսինքն դու կարող ես դա չընկալել, բայց խոսել անկախ կինոյի դեմ, որ ինչ են իրենց կարծում, որ այսպիսի տարօրինակ բաներ են նկարահանում, հա, ըստ ընկալման հանդիսատեսի։ Ես կարծում եմ, որ այս ազատությունը առհասարակ ինչ որ իմաստով մեզ մոտ պակասում է։ Ոչ միայն կինոյում, այլ նույն երգարվեստում։ Երգարվեստում էլ կան ժանրեր, արտիստներ, որոնք թվով մեծ հետևորդներ գուցե չունենան, բայց իրենց ստեղծած երաժշտությունը ունենա իր լսարանը։ Այսինքն պետք է բաց լինել ու ամեն ինչին վերաբերել որպես իրականություն եւ ընդունել ուղղակի կամ չընդունել անգամ, բայց հակառակը չխոսել, որ ինչու են նկարում օրինակ այդ տեսակ կինո, ինչու գոյություն ունի անկախ կինո։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ նույն անորայից, հա, խոսեցինք, Միացյալ Նահանգները կարող է վաճառել mainstream, բայց պատահական չէ, որ Օսկարում շեշտը դնում է անկախ կինոյի վրա, այսինքն դրա կարեւորությունը շեշտում են։ Երկարվեստից էլ խոսեցինք, դուք այն դեմքերից եք, որոնք չեն վախենում ոչ ստանդարտ լինելուց, ու դա միշտ է այդպես եղել։ Բայց այսօր կարծեք թե մեզ մոտ մի քիչ դեգրադացիա եմ նկատում, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե դուք չհամաձայնեք, այսինքն այնպես ստացվեց, որ փոփը ժամանակի ընթացքում կարծես պարտվեց ռեստորանային երաժշտության, բայց պիտի հակառակը լիներ։ Ամբողջ աշխարհում լրիվ այլ տենդենսներ են, օրիգինալ մտածողությունն է, չէ, խրախուսվում։
Ինչ տպավորություն եք ընդհանուր մեր երկարվեստից այսօր։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ օրինաչափ է։ Նույն ժամանակի հիթերն էլ, որոնք որ եղել են, դրանք հնչել են եւ ռեստորաններում եւ եղել են հեռուստաեթերներում։ Այսօր իհարկե շնորհիվ սոցիալական տիրույթի կա այդ ազատությունը, որ յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծագործել այն կերպ, ինչպես որ ինքն է ուզում, եւ այն ինչ որ կարելի է կոչել, որ ռեստորանից եկավ փոփ արվեստ, դա շատ օրինաչափ է, որովհետեւ մարդիկ սիրում են։ Դա իսկապես սիրում են։ Դա այլ կերպ հնարավոր չէր որպեսզի տեղի ունենար։ Այսինքն սա խոսում է այն մասին, թե ինչ է սիրում հասարակությունը։ Ինչ վերաբերում է իմ ձեր ասած ռիսկային լինելուն, ես որպես ստեղծագործող, որպես արտիստ, հա, ունեմ այդ ռիսկի գործոնը եւ կարծում եմ ինչպես այն մարդիկ, ովքեր ստեղծում են այդ ռեստորանային երաժշտությունը, հա, եթե այդպես են կոչում փոփի այդ ժանրը, ունեն նույն անկեղծությունը, ինչը որ ես ունեմ իմ արած գործերի մեջ։ Հա, ուղղակի դոմինանտության մասին է խոսքը, այսինքն գոնե 60-40 լիներ, էլի, ոչ թե 90, 10 կամ 99%։ Չեմ կարող ասել։ Նայեք, այն երաժշտությունը, որ իրենք են ստեղծում, դա էլ հեշտ երաժշտություն չի, եւ առավելևս երգչի իմաստով, վոկալային իմաստով, դրանք բարդ երգելու երգեր են։ Նվագելն էլ է։ Հա, այսինքն այստեղ ուղղակի ճաշակի եւ էսթետիկայի հարց է, թե ով ինչ է նախընտրում, ով ինչ է լսում։ Ես օրինակ հիշում եմ, որ կներեք 2000-ականներին մենք այն ժամանակ երեխա էինք ու սպասում էինք, թե երբ են top տասնյակներով ցուցադրելու մեր սիրելի արտիստներին, մենք տեսնենք ով որ հորիզոնականն է զբաղեցնում։ Ու այն ժամանակ ես հիշում եմ, որ այդ տասնյակների մեջ չկար այդ ռեստորանային երաժշտություն, այսինքն դա եթեր չէր գնում այն ժամանակ։ Հիմա գնում է։ Հիմա տասնյակները չկան։ Ոչ թե եթերը գնում, այլ հիմա ուղղակի տասնյակները չկան։ Որ լինեին տասնյակները, գուցե ինչ որ էլի լիներ այդ տարբերությունը, բայց հիմա ուղղակի տասնյակները չկան, որովհետև հիմա յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր հեռախոսով, գadget-ով, իր տանը, որտեղ ինչ միացնի եւ լսի, ոչ թե ինչ են իրեն մատուցում։ Դրա լավ ու վատ կողմերը իհարկե կան, այսինքն դրա լավ ու վատ կողմերը բոլորս էլ տեսնում ենք, այսինքն դա շատ ակնհայտ ցուցանիշ կարող է լինել։ Բայց միևնույն ժամանակ իրականությունից ինչ որ իմաստով կարող է նաև կտրված լինել, այսինքն տիրույթում այլ տպավորություն լինի, իրական կյանքում այլ տպավորություն լինի, բայց միևնույնն է ավելի մոտ է իրականությանը։ Սոցցանցերում, չէ՞։ Սոցցանցերում, այո։ Կարծում եմ, որ ամեն արտիստ էլ ունի իր, այսպես ասած, լսարանը, որովհետև նույն իմ վերջին երգը Will You Marry Me սոցցանցերում, YouTube-ում չէ, բայց Instagram, Facebook այլ հարթակներում բավականին շատ դիտումներ ունի, որ երգը թեպետ անգլերեն է, իհարկե հասկանալի է, որ եվրատեսիլի համար էր գրված, դրա համար է անգլերեն, բայց ամեն դեպքում աննկարագրելի դրական արձագանքներ կան, ինչի համար ես շատ ուրախ եմ ու շնորհակալ։ Իդեպ Եվրատեսիլի մասով այս էլ երկրորդ անգամ մասնակցում եք նախընտրական փուլին ու կարևոր չէ դուք ընտրվում եք թե ոչ, փաստացի դուք դրան նշանակություն եք տալիս այդ մրցույթին, ինչու է պետք Հայաստանին Եվրատեսիլը, կա այդպիսի բանավեճ, որ ասում են քաղաքականացված մրցույթ է, որի վրա հարկատուների գումարներից, գրպանից բավական մեծ գումարներ են ծախսվում, մեզ պետք չէ Եվրատեսիլ եւ այլն եւ այլն։ Մեզ ի վերջո պետք է Եվրատեսիլ թե ոչ, եթե այո, ինչու։ Ես կարծում եմ, որ պետք է, նայեք, նախ Եվրատեսիլին պետք է վերաբերել որպես հեռուստատեսային շոու, որը աշխարհի լավագույն հեռուստատեսային շոուներից է, համենայն դեպս եվրոպական տիրույթում եւ դրան չափից ավել այսպես ասած սրտի թրթիռով վերաբերվելը մի փոքր այլ հասկացողություն է։ Ես հասկանում եմ, որ մենք երբ որ ներկայացնում ենք երկիր, միանգամից գալիս է ամբողջ պատմության արկայությունը եւ կարեւորությունը, ինչը իրականում կարևոր է, բայց պետք է վերաբերվել, որ դու ներկայացնում ես երկիր այդ ֆորմատի մեջ, այսինքն հեռուստատեսային շոու ֆորմատի մեջ։ Ինչ վերաբերում է շոուի քաղաքականացված լինելուն,
ոչ կարող եմ միանշանակ ասել, որ դա այդպես է, ոչ կարող եմ հերքել այդ փաստը, բայց համենայն դեպս եթե մենք նայենք բոլոր հաղթող երկրների ելույթները, դրանք բոլորը արժանի էին հաղթանակ ունենալու, այստեղ քաղաքականությունը կապ չունի, այստեղ երկի գործոնը կապ ունի, որտեղ դա երկի մրցույթ է։ Չեմ հիշում երկ, որը օրինակ հաղթել է Եվրատեսիլում, ու ասես լավ էս ինչ երկ էր, որ Եվ բացի այդ Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ հնարավորություն է իվեր։ Հայ արտիստի համար է մեծ հնարավորություն եւ երբեմն ես ձեզ անկեղծ ասեմ, սա ավելի արտիստի գործունեությունն է։ Այսինքն այդ արտիստի ստեղծագործական աճն է, կարիերան է, որը այո, երկրի դրոշի ներքո է ելույթ ունենում, բայց արտիստի կյանքն է ու արտիստի համար հիանալի հնարավորություն է միջազգային ասպարեզում ելույթ ունենալու։ Որովհետև արտիստները մի քիչ լավ իմաստով էգոիզմ ունեն, սա իրենց կյանքի պատմությունն է։ Իդեպ իմ աչքից չվրիպեց, որ երբ պարգը անցավ, դուք այն եզակիներից էիք, ինչու չասեմ այդպես։ Այդպես էլ կար, որ գնաց, գրկեց պարգին եւ շատ բուրըն արձագանք տվեց նրա հաղթանակին։ Ես դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ երբ որ խոսում էի, խոսեցի նրա մասին, որ ով էլ որ լինի, մենք պետք է նրա կողքին լինենք, եւ ես սրտանց ուրախացա պարգի համար, ու ուրախացա իր համար որպես արտիստի, որովհետեւ որպես երիտասարդ ստեղծագործող արտիստ սա հիանալի հնարավորություն է իր կյանքի գործունեության ու կարիերայի մեջ, մանավանդ որ ինքը օրինակ ինչ որ իմաստով ստեղծում է ալտերնատիվ երաժշտություն, հա, ու սա իսկապես հիանալի հնարավորություն է ավելի մեծ լսարաններին հասնելու, ես կարծում եմ փարգը շատ պետք է դա իրականացնի ու շարունակի գործունեությունը։ Պարգին հիշեցինք, այդ դուք ինչ կրեատիվ դեմքերի այսօր կնշեք երիտասարդ սերնդից, որ միանշանակ առանձնանում են։ Վնաս, վնասակար։ Ռեփեր։ Վնաս, այո։ Ամենա։ Հա, ամենաառանձնացողը, ամենատարբերը, ամենավիճարկելին, կոպիտ ասած, բայց էպատաժային ինչ որ առումով։ Էպատաժային ինչ որ իմաստով, այո, ովքեր անում են մյուզիկ, այսինքն իրանց ստեղծած երաժշտությունը այսօրվա դրությամբ մոտ է որոշակի իրականության, ես չեմ ասում, որ դա բացարձակեն իրականությունն է, ինչի մասին որ իրենք երգում են, բայց ինչի մասին որ իրենք երգում են, դա էլ կա։ Ու արդեն մի քանի տարի է, որ իրանք անում են դա ու անում են լավ։ Այս սոցցանցերն էլ չնպաստեցին, որ այսպիսի դեմքեր ի հայտ կան։ Այո։ Օրինակ նախկինում կարող է ինչ որ մենաշնորհներ լինեին, միշտ նույն մարդկանց տեսնեինք, բայց սոցցանցերը օգնեցին, որ օրինակ Yellow Heart իմանանք ով է։ Նույն Brunette-ը, նաև սոցցանցերի միջոցով, չէ՞, դարձավ։ Հա, իհարկե, ես դրա համար ասում եմ, սոցցանցերը իրենք շատ հիանալի հնարավորություն են ընձեռնում։ Նայած ինչպես է տեղի ունենում պտույտը, հա, կամ եթերից են գնում սոցցանցեր, կամ սոցցանցերից են գնում եթեր, բայց հա, իհարկե հայտնվում են նոր անուններ, բայց այն ժամանակ էլ անընդհատ հայտնվել են նոր անուններ։ Ուղղակի մի քիչ դժվար էր մուտքը դեպի եթեր, այսօր հեշտացել է։ Տարբերությունը երևի։ Այսօր ինչ որ իմաստով հեշտացել է YouTube-ի, բայց միևնույնն է եթեր էլի գնում է ինչ որ իմաստով ոչ բոլորը։ Ես չգիտեմ վնասին եթեր տալիս են, թե չէ, ես մի քանի անգամ հարցազրույց եմ տվել տարիներ առաջ, որ ինձ ասել են ինչ կառանձնացնեք, ես ասել եմ վնաս, մոնտաժել են։ Ես չգիտեմ հիմա դուք սա թողելու եք, թե ոչ։ Բայց ուզում եմ ասել օրինակի համար, հիմա ես չգիտեմ իրենց եթեր տալիս են, թե չէ։ Բայց այն ժամանակ օրինակ մենք ավելի բաց էինք։ Ես հիշում եմ, երբ որ մեր երաժշտական ալիքը կար ու հայ տղեկը որ հայտնվեցին, էլի վիճարկելի էր։ Չէ, ինչ որ իմաստով լեքսիկոնի, այսինքն դա հստակ փոփոխություն էր հայ տղեկը որ բերեցին։ Եվ ես այն ռիսկով հաղորդավարներից էի, որ առաջինը իրենց հրավիրեցի ու հանրայինի եթերում հնչեց հայ տղեկ։ Իդեպ իրենց ընկերուհի չունեմ երգը ձեր կատարմամբ շատ սիրվեց։ Նորովի մատուցումներին ոնց եք վերաբերվում։ Դե արդեն པարզ է ձեր, եթե արել եք, ուրեմն լավ եք վերաբերվում, առհասարակ, հա, մեզ մոտ ստացվում է այդ նոր մատուցումները, նոր շունչ տալը երգերին։ Սա այն լավ գործոնն է, որ երգը
նոր կյանք է ունենում ու շարունակում է ապրել։ Դրա համար յուրաքանչյուր նոր մատուցում ես շատ գնահատում եւ ընդունում եմ։ Երբեմն, երբ որ նորը շատ է շեղվում բուն իրականությունից, այն կարող է շատ հաջողել եւ միևնույն ժամանակ կարող է բացարձակապես չհաջողել, որովհետեւ ամեն դեպքում քո սիրած երգեր ինչքան էլ նոր գործիքավորմամբ լինի, գոնե մեղեդայնությունը ուզում ես որ նույնը լինի, հա։ Մեկ-մեկ կորցնում են, չէ՞, լրիվ ուրիշ բան են ստանում։ I love you baby երևի հազարավոր կատարումներ կան, բայց միևնույն է I love you baby։ Ֆրանկ Սինատրա։ Այդ մասը ուզում ես անկախ նրանից blues երգեն, jazz երգեն, pop կանեն, թե ինչ կանեն, դու ուզում ես որ այդ ամբողջ հյութեղությունը երգի պահպանված լինի։ Ու ես կարծում եմ որ առաջին ստուդիայի հետ որ արեցինք հենց իմ ընկերուհի Չունեմը ինքը ինչքան էլ լրիվ տարբեր էր, բայց այդ պահված էր, այո, հիմքը հենց ընկերուհի չունենալու։ Ընկերուհի չունենալու։ Լավ գործ է, սիրում եմ այդ գործը։ Ես այսօր մեր զրույցի վայրը պատահական չեմ ընտրել Թատերական ինստիտուտը, գիտեմ որ ձեզ շատ հոգեհարազատ վայր է։ Ինչպիսին է այսօրվա սերունդը ձեր կարծիքով եւ տարբերվում է այն ժամանակների ձեր սերնդից։ Ես գիտեմ որ գիշերները դուք նույնիսկ անցկացրել եք այստեղ, փորձեր եք արել, այստեղ հաց եք կերել, այստեղ եք մնացել, չէ՞։ Մենք մնացել ենք, այստեղ շատ ուշ ժամերի ենք դուրս եկել։ Ես կարծում եմ, որ բոլոր սերունդներն էլ այդ էտապներով անցնում են եւ միշտ էլ կան լավ տաղանդավոր մարդիկ, լավ տաղանդավոր ուսանողներ, դերասաններ, որոնք բոլոր ընթացքներով անցնում են։ Ես այս ինստիտուտի հետ ունեմ հիանալի հուշեր, ես շատ սիրում եմ Թատերական ինստիտուտը, որովհետև առհասարակ սիրում եմ թատրոնն ու արվեստը եւ յուրաքանչյուր ուսանող անկախ նրանից ինչի համար է գալիս Թատերական ինստիտուտ, գոնե այս ինստիտուտից դուրս է գալիս մի փոքր այլ ընկալմամբ, աշխարհընկալմամբ, ինչը շատ կարեւոր է։ Թե մեր ժամանակ ինձ ասում էին գուցե այդքան երբեմն բաց եմ թողել, հիմա էլ սա կրկնվող խոսքեր են, որոնք կկրկնվեն փաստորեն հազարամյակներ։ Միակ բանը, որ հիմիկվա ուսանողներին կասեի, որ երբեք այն ինչ որ այսօր պետքա սովորեն, չթողնեն վաղվան։ Սա ամենակարևոր բանն է, անկախ ինձ թվում է բուհից, բայց հատկապես մեր ինստիտուտում։ Ու պետք է շատ սիրեն արվեստը, թատրոնը, որովհետև սա այն զգայուն բնագավառն է, որ վարքյանին դու մատերի արանքով նայեցիր, անենց մի հատ թարս հայացքով կնայի ու կպատժի, որ իսկապես դա գործում է։ Ու ամենակարևորը ճկուն լինեն ընդունելու նորը եւ մեծերին, որոնցից կարելի է սովորել։ Երկխոսություն լինի սերունդների մեջ, այսինքն։ Երկխոսություն լինի նույնիսկ հեռակա, ասենք հոլիվուդյան ամբողջ դերասանապնակը, դերասանների անձնակազմը, ես կարծում եմ լավագույն դասախոսները կարող են լինել նաև, երբ որ ֆիլմերը նայում ես, մի փոքր մասնագիտականով նայել, թե ինչ դերասանական մոտեցում ցուցաբերեց, ինչպես խաղաց։ Մի անգամ հիշում եմ ինստիտուտում փոխարինում էի, դասախոսում էի, մեկ էլ երկու ուսանող խոսում էին, որ բան, Դիկապրիոն այն չէր այդ կինոյում։ Ես էլ sense գլուխս կախ, ասում եմ, ով։ Դիկապրիոն, ասում եմ, Լեոնարդո։ Ասում եմ, ես 8 միլիարդի մեջ 8 ենք արդեն։ Ասում եմ 8 միլիարդի մեջ մի հոգի գիտեմ դերասան Լեոնարդո Դիկապրիո, իր մասին է խոսքը։ Ասեց, հա, բայց ինչ դուք հավանեցիք իրեն այդ կինոյում։ Ասինայք, ես ինքս այս թատերականի ուսանող եմ եղել ու չեմ ուզում կոտրել ձեր այդ ջիղը, ամբիցիան, հա, որովհետև կարևոր բան է, մարդ պետք է ունենա, բայց ես կարծում եմ, որ մարդ նաև պետք է գիտակից լինի ու հասկանա, որ կան արտիստներ, որոնցից կարելի է սովորել։ Անգամ առնվազն, հա, անգամ անձնապես առիթ չունենալով տվյալ անձնավորության հետ։ Հետո երևի Դիկապրիոն վաղուց ինքն է որոշում ում դուր գալու, չէ՞։ Ասենք մեծ դերասան է, էլի, շատ տաղանդավոր։ Ծայրահեղ ենք էլի այդ առումով, այսինքն կամ ինչ որ շատ ամբիցիոզ ենք, կամ էլ գուցե երբեմն շատ թերագնահատում։ Իսկ ավակ սերունդը այդ թերագնահատելն էլ է շատ նուրբ կետ, որ
ինչքան էլ ձեզ կասեն մի մեծամտածեք եւ այլն, եթե մեծամտանաք կյանքը ինքը այնպես կանի, որ այդ մեծամտության պատասխանը կստանաք, բայց խնդրում եմ այդ խոսքերին, այդ թերագնահատման ջիղն էլ պետք է ուղղակի վերացնել եւ ունենալ պարզ ինքնագնահատական, այսինքն իմանալ քո հնարավորությունները եւ որոշակի իմաստով քո սահմանափակումները ու աշխատել հնարավորությունների զարգացման, սահմանափակումների ճկունության։ Ինչպես դրանք փոխել։ Այո, մենք ազգովի ունենք այդ հատկությունը ծայրահեղությունների գիրկն ընկնելու կամ ասում ենք դե մենք հայերս դե այդպես էլ պիտի լիներ։ Գիտեմ, Հայաստան-Վրաստան խաղից հետո ասում ենք դե չէ, այդպես չպիտի լիներ։ Այո։ Լավն է։ Չէ, այդպես ամենացանկալի է։ Ամենայն դեպս Գոնե նվազագույնը ցանկալի է, որ այդպես չլիներ, է։ Ինձ հետ էլ են դեպքեր եղել, որ ասում են այդպես էլ պետք է լիներ։ Հա գլոբալ իմաստով կյանքը այնպեսին է, որ հասկանում ես ինչ էլ լինում է, պատահական չի լինում, բայց կան բաներ, որ չէ, այդպես պետք է չլիներ։ Վտանգավոր մոտեցում է սա, այսինքն անընդհատ մեզ թերագնահատել կամ հակառակը, ասել, որ մենք ենք եւ վերջ։ Այսինքն երկուսն։ Ես ուղղակի շատ չեմ սիրում ազգովի մենք, այսինքն չեմ սիրում ընդհանրացնել։ Ինձ համար յուրաքանչյուր ազգության մեջ կան անհատներ եւ իհարկե կան այո ազգային գծեր, որոնք համընդհանուր են, բայց կարող է մի իրադարձություն թվացial համընդհանուրություն ունենա կամ ոչ թե թվացial, այլ օրինակի համար 80%-ը, հա, այդպես բացարձակ ընդունի այդ իրականությունը, ես չընդունեմ ու սա ինձ չի զրկում իմ ազգային պատկանելիությունից։ Այսինքն այնպես չի, որ բոլոր հայերը այս ինչ որ մի բանի համախոհեն, ես չէ, դա ինձ զրկում է հայ լինելուց, բացարձակ։ Ես հայ եմ եւ ես ունեմ իմ դիրքորոշումը, անկախ նրանից դա պատկանում է 80%-ին, թե 1%-ին, թե գուցե միայն ինձ։ Իդեպ շոու բիզնեսն էլ երկպառակություններից զերծ չմնաց, մանավանդ վերջին 6 տարում։ Ես գիտեմ, որ քաղաքական հայացքների այդ հողի վրա ինչ որ մարդիկ նույնիսկ իրար արգելափակեցին, բլոկեցին սոցցանցերում։ Դուք կարծես թե կարողացաք զերծ մնալ այդ ամենից, ինչպես։ Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա հայտնի ֆրազայով, որովհետև կան բաներ, որոնք իմ գիտելիքների եւ իմ որպես քաղաքացի ես ունեմ իմ դիրքորոշումը եւ կարծում եմ շատերին հայտնի է, եթե ոչ բոլորին, ապա վստահ հայտնի է, հա, ինչպեսին կարող է լինել իմ կարծիքը, բայց կան տիրույթներ, որ ես իսկապես չեմ հասկանում, որպեսզի դա մասնագետի եւ լուրջ դեմքի արտահայտությամբ, փորձագետի հայացքով վերլուծականներ տամ։ Այսպես է, որովհետեւ եւ այլն։ Հա, ես ունեմ իմ կարծիքը, բայց քանի որ ես չեմ տիրապետում բնագավառին եւ երբեւե չի էլ ձգել ինձ այդ բնագավառը, անգամ հետաքրքրասիրության իմաստով մի անգամ տարիներ առաջ եղել է, որ ես արտահայտվել եմ ու դրանից հետո հասկացել եմ, որ ինչ լավ էր մինչև այդ եւ ինչ լավ է դրանից հետո, որ ես այլևս այդ թեմային չեմ կարող իմը չի ոնց որ խոսեմ բժշկությունից, պատկերացնում եք։ Ես ինչ իմանամ, թե բժիշկները, ասենք, պացիենտի վիրահատական սեղանի վրա իրենց արած գործողությունները ինչ մղում ունեն եւ ուր են տանում։ Կան դրա մասնագետները։ Ցանկալի է, որ ամեն դեպքում լինեն դրա մասնագետներ, այսպես ասեմ, եւ դրանով էլ զբաղվեն մասնագետները։ Թեպետ ամբողջ աշխարհը արդեն գնում է, որ էական չի, թե դու ինչ մասնագիտություն ունես, դեռ գոնե բժշկությունը ինչ որ իմաստով պահպանված է։ Բայց իշխանությունից ընդդիմությունից էլ ունեք, չէ՞, ընկերներ։ Իհարկե, հա։ Ես Երևանում մեծացած, Երևանի առօրյայի եւ զարկերակի մեջ ապրող Արսենն եմ, որ այսինքն ես քաղաքային շփումներից ու զերծ, այսինքն ինքնամփոփ չեմ եղել երբեք, ես ունեմ շատ մեծ շրջապատ եւ իհարկե երկու բնագավառից է, երկու աշխարհայացքից է, 3, 10, 100 տեսակի կարծիք ունեցող մարդիկ իմ շրջապատում կան։
Արսեն, իսկ երբ որ օրինակ այսօր գալիս էիք հարցազրույցի, Կամիլին բերել եք ձեզ հետ, թե ինքը մնացել է տանը։ Կամիլը ասել է ինձ էլ չանհանգստացես։ Ինքը իր անձնական երջանկությունն է, ամուսնական ուզում է այդ կյանքով ապրի միայն։ Վերջին տեսալովակից հետո հատկապես։ Ես Կամիլին երբեք ինձ հետ բացի Եվրատեսիլից, որ տարաբեմ, ինձ հետ չեն եղել, որովհետև ինքը առանձին կերպար է ու ես իր մասին երրորդ դեմքով եմ խոսում, որովհետև ունեմ այդ վերաբերմունքը իր նկատմամբ։ Իսկ նույնք այնքան լիարժեք է, որ նույնիսկ ինչ որ իմաստով հավատալի է, որ գոյություն ունի։ Հա, Իրոք, իսկապես։ առանձին։ Այսօր սոցցանցերում շատ են Այ ռոբոտները, որ մի քիչ ավելի ճկունանան, կարելի է Կամիլի ռոբոտը ունենալ։ լավ միտք է։ Չէ՞, տանը։ Իհարկե։ Արախակ։ Այսօր շատ են սոցցանցերում կանանց դերեր փորձում կերտել։ Ոնց-ն է ձեր հայացքով, հա? Ստացվում է, չի ստացվում թե ոմանց մոտ, այո։ Իհարկե շատ հաջողները կան, շատ ծիծաղելիները կան, որ ես նայում եմ ու ծիծաղում եմ, եւ ինչպես յուրաքանչյուր հաճախակի արվող բան կարող են ունենալ եւ հաջող դրվագներ եւ անհաջող դրվագներ։ Այսինքն կան եւ որ ես էլ եմ հաճույքով նայում եւ կան որ հաճույքով չեմ նայում հատուկ որովհետեւ այո շատ պատվելի լուսահոգի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի խոսքն եմ ուզում մեջ բերել, որ ասում էր էսթետիկը կփչանա որևէ մի բանի, որ ես դրա համար իմ էսթետիկը եւ նույնիսկ ալգորիթմը աշխատում եմ մաքրել եւ լցնել նրանով, ինչը որ ինձ իմ զարգացմանը կամ գոնե էսթետիկ հաճույքին չի վնասի։ Իսկ թատրոնի հետ ձեր ներկայիս հարաբերությունները ինչպիսին են։ Ներկայիս հարաբերությունները վերջին գործը, որ արել ենք, դա Փայլոն է եղել մյուզիկլը, Factory Production-ի հետ։ Ես իմ անունից ասեմ, էլի, ֆանտաստիկ էր։ Հա։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ սիրում։ Ես վազում էի, որ խաղայի այդ ներկայացումը։ Ես շատ սիրում եմ Փայլոն եւ հույս ունեմ, որ այս նոր տարի կվերադառնանք։ Եվ դա ընդհանրապես միայն մանուկների համար չէր։ Բացարձակ, ինքը մանկական է, բայց ես կարծում եմ ինքը տարիք չճանաչող իսկապես ներկայացում է, որովհետեւ մեծահասակներին վերադարձնել իրենց երազելու ջիղը, սա մեծ գործ է ու ես ուրախ եմ, որ այդ գործի մի մասն եմ կազմում որպես դերասան։ Եվ գիտեմ, որ Factory Production-ը հիմա աշխատում է երկրորդ մյուզիկլի վրա եւ ես էլի դեր ունեմ այնտեղ ու շատ ուրախ եմ։ Նաեւ Drama Queen ներկայացումը Եկատերինա Վառնավայի հետ, որը խաղացինք Կիպրոսում, բայց կշրջագայենք աշխարհով մեկ, սա ստացվում է իմ հաջորդ մյուզիկլը կաբարե ժանրում ավելի, ինչի համար շատ ուրախ եմ եւ փորձառության, որովհետեւ միջազգային թիմ է, աշխարհի տարբեր երկրներից տարբեր պարողներ, արտիստներ ու նենց հետաքրքիր է, որ ամեն մեկի բնավորությունն ու մշակույթը, հա, ունենք ուկրաինացի, ռուսներ, իտալուհի, իտալացի, ամերիկացի, անգլիացի, ֆրանսուհի, հույն ու այս հայ բնականաբար եւ այս բոլորի հետ աշխատելը իրոք շատ մեծ փորձառություն էր, ինչի համար շատ ուրախ եմ։ Սիրով կսպասենք։ Մերսի։ Շնորհակալ եմ զրույցի համար, Արսեն։ Ես եմ շնորհակալ եմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարն էր Factor TV եթերում կհանդիպենք